Սիրելի մասիստիներ, ողջունում եմ ձեզ։ Ցանկանում եմ իրար միշտ տեսնենք շփթերես, իրար միշտ դրական էմոցիաներ տանք եւ իրարից ստանանք։ Մեր հայրենիքում անհանգիստ օրեր են։ Հայրենիքի առաջնորդ է դարձել մարդ, ով շատ լավ խոսում էր ու շատ լավ մեզ կարողացավ համոզել։ Համոզեց մեր հայրենակիցների մի մասին ու իր բեմքը ցույց չէր տալի մինչև ինչ-որ ժամանակ։ Բայց երեք հայ ազգը տեսավ նրա իրական դեմքը։ Մարդը, ով 18 թվականին հայտարարում էր, ասում էր Արցախցու մասին, ասում էր ես ինչպես կարող եմ քեզ հուսախապ անել, հիշում եք, գրում էր, ինչպես կարող եմ ձեզ հուսախապ անել։ Դրանից մի քանի տարի հետո մասսայական անարգանք է դրսևորում։ Մեր հայրենիքի ամենաուժեղ, ամենամարտական, մեր հայկական բանակի հիմք հանդիսացող, մեր ժողովրդի մարտական հատվածի հանդեպ ուզում է իրենց դուխը կոտրի, բայց ինքը մի բան չի հասկանում, որ հայը շատ հետաքրքիր ժողովուրդ է, հայի դուխը վերջում է երևում, մենք ցույց ենք տալու իրան, որ իրա դուխն է կոտրվելու, ոչ թե իրա ինքն է կարողանալու ինքը ու իրա շեֆը կոտրի հայի դուխը։ Համաձայն եք։ Շատ վատ արտահայտություններ նա թույլ տվեց կնոջ հասցեին, վատ արտահայտություն մեր մյուս հայրենակցի հասցեին։ Ես այսօր Սայաթնովա գյուղում մի օրինակ բերեցի, ասեցի սիրելի հայրենակիցներ, դուք այդ մարդուն, եթե ձեր երեխան ավտոբուսով մի տեղ գնար, տեսնեիք այդ մարդու վիճակը, կթողեիք, որ ավտոբուսի ղեկին նա նստեր, ձեր աղջիկ երեխային, ձեր աղջկա դասարանցիներին, կթողեիք ավտոբուսում վարեր Նիկոլ Փաշինյանը ավտոբուսը, եթե տեսնեիք ինչ վիճակում է ինքը։ Եթե ավտոբուսի ռուլ չենք տալիս իրան, երկրի ղեկ, ոնց ենք տալիս ժողովուրդ։ Մենք պետք է բոլորով մի բան պայմանավորվենք, այն հայրենակիցները, ովքեր կամ ու կաց են, չգիտեն գնան ընտրության թե չգնան, ժողովուրդ մի բան հիշեք, ձեր չգնալով հազարավոր հայեր հետապնդման են ենթարկվում, հազարավոր հայեր կալանքի տակ են, քաղաքական հոդվածներով 100 հազարավոր Արցախի հայեր ճշման են ենթարկվում։ Դուք դժբախտության վրա չեք կարող երջանկություն կառուցել։ Խնդրում եմ, գնացեք ընտրության։ Խնդրում եմ, այս մարդուն բոլորով ճամփենք։ Նա adekvat չի, նա հավասարակշիռ չի, այս պաշտոնի համար չի նա, խնդիր կա, պետք է փոխենք, պետք է լուրջ ղեկավար գա մեր երկրի առաջնորդ դառնա, որ ամեն օր մենք ամեն ամիս մի լավարկում տեսնենք մեր երկրում, այնքան հարցեր կան լուծելու, այնքան խնդիրներ կան անելու, հեշտ են խնդիրների լուծումը, սիրելի հայրենակիցներ, երբ մեզ ասում են ջրի խնդիր կա միտեղ, ջրի խնդիր 21-րդ դարում աշխարհում ամենաշատ ջուր ունեցող երկրներից մեկում ինչպես կարող է լինել, երբ ասում են գործի խնդիր կա, գործի խնդիր, այսքան ունևոր հայ ունեցող ժողովրդի մոտ ինչպես կարող է լինել, երբ ասում են Հայաստանում մարդիկ չեն կարողանում նորմալ գումար վաստակել, այսքան պոտենցիալ խելք ունեցող ժողովրդի մեջ ոնց կարող է լինի, մի հատ բան է պետք, վարժ ղեկավար, փոփոխություն է պետք, այս մարդու ժամանակը գնացել է, ինքը թող իր դեմքը ամեն օր ցույց տա, դուք էլ ձեր շրջապատին, ովքեր որ դեռ չեն կողմնորոշվել, ցույց տվեք այս մարդու դեմքը, ասեք, եթե դու քո ընտանիքի անդամին կվստահես այս մարդուն, եթե այս մարդը ավտոյի ղեկին լինի, կվստահես այս մարդուն, գնա մի գնա ընտրության կամ գնա իրան ընտրի, բայց եթե դու մտածում ես իմ ու քո ընտանիքի անդամի մասին, ամեն օր այս մարդու իշխանության մնալը վտանգ է մեր ժողովրդի համար։ Ինքը խնդիր ունի ժողովուրդ, պետք է փոխեն, պետք է լուրջ մարդ գա, ով տարիների ընթացքում մի վատ պատմություն Կարապետյանի մասին չեն կարող հիշել։ Մենակ կարան ասեն, այստեղ այսքան բարեգործություն արել, այստեղ այսքան, միտեղ
Ստեղ երկու անգամ շատ է արել, ստեղ երկու անգամ քիչ, բարեգործություն է բայց արել մարդը։ Իսկ իրենք քիչ են արել։ Պարքիավճար ստացել են, երկու հատ ճանապարհ են փոխել։ Ամբողջ օրը մարդկանց վիրավորում են, ուրիշներին անուն են դնում ու չեն նայում, թե իրանց կողքը ինչ է կատարվում, ոնց է իր շրջապատը, ծայրից ծայր Հայաստանը հալափանում, ոնց են ԿՊԱ-ականները Հարեստանում տեղերում, չեն խոսում դրա մասին, ժողովուրդ, որովհետև իրենք կարողանում են շեղել օրակարգը։ Մենք պետք է ցույց տանք, ոնց են ԿՊԱ-ականները Հարեստանում, որ ժողովրդի աչքերը բացի, ոնց են դղյակներ կառուցում։ Մեր Ալիկ Ալեքսանյան մի քանի օրինակներ ցույց տվեց իրենց դղյակներից։ Ժողովուրդ, իրանք ամենավտանգավոր մարդը այն մարդն է, որ ձեզ մի բան է ասում, բայց հետո գնում ես, տեսնում ես, տանը ինքը ուրիշ բան անում։ Սա այս մարդն է։ Ու պետք է մեր բոլոր հայրենակիցների հետ խոսանք, փոխենք։ Ասենք, որ տուն ես մնում, այս մարդը մնում է։ Չես գնում ընտրության, մնում է այս մարդը։ Կողմնորոշվեք, գնացեք, խնդրում եմ ձեր հայրենակիցներին մեր բոլոր ասեք սա, կողմնորոշվեք, որովհետև ամեն նոր օր նոր վտանգ է։ Իսկ ամեն նոր օր առանց իրա նոր հնարավորություն է։ Ուժեղ Հայաստան ունենալու հնարավորություն է։ Գլուխը բարձր կայելու հնարավորություն է։ Դուքերը տեղ անելու հնարավորություն է։ Միասնական լինելու հնարավորություն է։ Շնորհակալ եմ բոլորին։